Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանն իրեն վերագրվող ինտիմ տեսանյութի գործով ցուցմունք է տվել։ Պաշտպանության կողմ Արշակ Սրբազանը պնդում է, որ այդ տեսագրության բովանդակությունը առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ։ Արշակ Սրբազանը քննչական կոմիտեում հերքել է, որ տարածված տեսանյութը իրական է, իր հետ կապ ունի։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանն ասում է, Սրբազանի կյանքի գաղտնիության իրավունքը չի խախտվել, քանի որ ինտիմ տեսանյութը կեղծ է։ Կարծում են արհեստական բանականության միջոցով է ստեղծվել, որն է իրենց վարկածը։ Սրանք կեղծ տեսագրություններ են։ Հիմա կեղծ են դրանք տեխնիկական իմաստով թե բովանդակային իմաստով, ավելի պարզ ասեմ, հա, դրանք կեղծ են համակարգչային ծրագրի միջոցով են կեղծել, թե դերասանների միջոցով են կեղծել։ Դրանք շատ էական չեն մեծ հաշվի։ Հորինվածքներ, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելավոճի։ Աղմկահարույց տեսանյութերը տարածվեցին հոկտեմբերի վերջին։ Արշակ Սրբազանը նույն օրն էր արձագանքել, չէր բացառել գաղտնի նկարահանումը, բովանդակությունը հերյուրանք էր որակել։ Գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար այդ տեսանկարահանումները օգտագործված լինեն, բայց իհարկե բովանդակությունը ամբողջովին հերյուրանքը։ Նրա փաստաբանը պարզաբանում է, թե գաղտնի նկարահանում ասելով Սրբազանն այդ տեսանյութը նկատի չուներ, այլ որ առհասարակ որևէ տեղ որևէ մեկին կարող են նկարահանել։ Արշակ Սրբազանը չի բացառում, որ երբևէ կարող են իրեն տեսանկարահանել կամ մնացածին, բայց Արշակ Սրբազանը բացառում է, որ այդ տեսագրությունը իր հետ կապ ունի, որովհետև այն երևույթները, որոնք նկարագրվում են, ընդ որում ասեմ ինքը չի էլ դիտել այդ տեսագրությունները, որտեղ պատշաճել չի որ դիտի։ Բնականաբար որոշ բաները լսել է եւ այն ինչ որ լսել է, նման բան եթե չի եղել, հետեւաբար չէր էլ կարող լինել դրա գաղտնի տեսանկարահանը։ Ինտիմ տեսանյութի տարածումից ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը մի անանուն գրառում էր արել, ակնարկել հոգևորականի ու նրա քեռակնոջ ինտիմ կապի մասին։ Հետո այս տեսանյութը տարածվեց նորահայտ տելեգրամյան ալիքով։ Քրեական վարույթն էլ նախաձեռնել են քաղաքասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Արշակ Սրբազանին տուժող չեն ճանաչել, քանի որ նա արդեն իսկ իրեն տուժող չի համարում ու հերքում է այդ տեսանյութի իրական լինելը։ Հետևաբար իր անձնական կյանքի գաղտնիության բացահայտման դրվագ չի կարող գոյություն ունենալ։ Մայրաթորի դիվանապետին առնչվող էլի քրեական գործեր է նախաձեռնել, սպանություն, առևանգում ու փողերի լվացում։ Բազմաթիվ այսպիսի անհեթեթ, անհիմն, անհասկանալի արարքների շրջանակներում քննվող վարույթներ։ Ինչ որ մեկը կասկածներ է հայտնել, թե Գարեգին առաջինին, որ մահացել է 1999 թվականին, Արշակ Սրբազանն է թունավորել։ Ինչի հիման վրա են այսպիսի վարույթներ հարուցել, ովքեր են սպանությունների, փողերի լվացման, առևանգումների հաղորդումների հեղինակները։ Մենք ըստ էության գործ ունենք երկու աղբյուրի հետ, մեկը կամ պիտի այդ մարդիկ կամ այլ մարդիկ դա գրավոր եղանակով դարձնեն հաղորդում հանցագործության մասին ուղարկեն քննչականին, կամ քննչականը ինքը պիտի հետևի այդ մարդկանց որոշակի մարդկանց ուղիղ եթերներին եւ դրանով վարույթներ նախաձեռնի։ Հիմա բնականաբար որևէ տվյալ չի որ Արշակ Սրբազանը նման բան արածնի, չեն կարող մեղադրանք ներկայացնել։ Վարույթի շրջանակներում կանչում են ասում են, գիտեք ինչ, դուք վկայի կարգավիճակ ունեք, բայց քանի որ մենք տվյալ ունենք, որ դուք հնարավոր է այսպիսի բան անել, դուք հարցակնվում եք կասկածի շուրջ եւ հետեւաբար որպես մեղադրյալ եւ օգտվում եք մեղադրյալի բոլոր իրավունքներից։ Արսեն Բաբայանն ասում է, Արշակ Սրբազանը հրաժարվել է այս հորինված պատմություններով, հարուցված գործերով ցուցմունքներ տալ։ Ըստ փաստաբանի Մայրաթորի դիվանապետին առնչվող այս քրեական վարույթներն ու հետապնդումը եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի շարունակությունն են։ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում, որ ինքը եկեղեցու դեմ արշավ է սկսել, համարում է, որ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ փորձում է Մայրաթորը ուխտադրուժ հոգևորականներից ազատել։ Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ եւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Արշակ Սրբազանը բոլոր գործերով վկայի կարգավիճակ ունի, ովքեր են սպանության, փողերի լվացման ու առևանգումների մասին կասկածներ ու հաղորդումներ ներկայացնողները, կան այլ վկաներ, կասկածյալներ կամ տուժողներ, արդյոք փորձաքննության ենթարկել են ինտիմ բնույթի տեսանյութը։ Քննչական կոմիտեի լրատվականից փոխանցեցին, թե հոգևորականներին վերաբերող քրեական գործերի մասին չեն խոսում, մեկնաբանություններ չունեն։